Իսկ կարող է հարգելի բարեկամներ այնքան մխտարված, կեղտոտված ամորալության մեջ ենք եղել, որ Աստված ադրբեջանցիներով պատժեց Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, բայց քանի որ խելքի չեկանք, մի հատ էլ Նիկոլ Փաշինյանով է պատժում։ Կարող է այդպիսի բան կա։ Կարող է այնքան ենք ամորալ եղել, այնքան ենք սրիկա եղել, այնքան ենք թալանչի եղել, այնքան ենք մեղքերի մեջ եղել, ստախոսության մեջ եղել, կեղծավորության մեջ եղել, գանձագողության մեջ եղել, որ այսպես մի պատիժը փոխարինվում է մեկ այլ պատժով։ Արդեն երրորդ օրն է Փաշինյան Նիկոլը, ինչ պարլամենտում դուրս է եկել, խոսում է նրա մասին, որ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է։ Ասում է Եզրաս arczepiskopos-ը KGB-ի գործակալ է։ Բա ասում է մենք չպիտի խոսանք դրա մասին։ Իհարկե, եթե այս ինֆորմացիան իրականություն է, սա խայտառակություն է։ Սա խայտառակություն է։ Ժողովրդին մի դրեք ոչխարի տեղ, եթե այս ինֆորմացիան իրականություն է, սա խայտառակություն է, որովհետև ոչ մի տեղ Սուրբ գրքում գրված չի, որ arczepiskopos-ը, եպիսկոպոսը պիտի լինի ինչ որ հատուկ ծառայության գործակալ։ Բայց սա կես խայտառակությունն է, հարգելի բարեկամներ։ Ողջ խայտառակությունը այնտեղ է, որ որևէ մեկը չի ասում, հələ դու քեզ նայի նոր խոսի arczepiskoposների մասին։ Հələ դու Արարատ Միրզոյանին նայի նոր խոսի arczepiskoposների, եպիսկոպոսների կամ ինչ-որ սարկավագի մասին։ Երրորդ օրն է, որևէ մեկը չի ելնում ասի, թե քո արտաքին գործոս նախարարը եղել է այդ քո հրճակած թալանչի, կեղտոտ, հանցագործ ռեժիմի հատուկ ծառայությունների գործակալը։ Որևէ մեկը չի ասում, որ քո կեղծ հեղափոխությունից հետո առաջին տեղակալը եղել է Հայաստանի Հանրապետության ամենամարտակեր ստրուկտուրայի, ինչպես ժողովուրդն է ասում, բոզը։ Բա սրան ինչ կասես։ Չի ասում։ Դաշնակ մաշնակը այս հարցը երբեք չի բարձրացնի։ Լավ է, դաշնակ մաշնակը իրանց մուրը, իրանց գլուխը։ Բա եկեղեցին։ Եկեղեցուց արձագանք պիտի չլինի այս թեմաների մասին, որ կեղծ հեղափոխություն են բեմականացրել, մարդկանց որպես մասովկա օգտագործել են եւ շարունակում են մինչեւ հիմա օգտագործել։ Լռություն պիտի լինի այս թեմաների վերաբերյալ, ինչ որ տեղ գրված է, որ ակնհայտ ճշմարտությունների մասին լռելը դա աստվածահաճո է, դրա համար էլ այսօրն ենք ընկել։ Դրա համար էլ այսօրն ենք ընկել։ Եկեղեցու սպասավորներից մեկը Վարդապետ Ռուբենը, այս է երկրորդ անգամ գնում է մի ինչ-որ կայք, ընդդիմադիր, այսպես կոչված, ասում են, իմիջայից ես պիտի ասեմ, որ ես Միքայել arczepiskopos-ի շրջապատիչ չեմ եղել, այնպես որ շրջապատից եմ, այդպես նեղ շրջապատից եմ, դրա համար պաշտպանում եմ, ես ճշմարտությունն եմ պաշտպանում, իմ իմացած ճշմարտությունը։ Այսինքն հարաբերություններից ելնելով չէ այս ամենը, հարգելի բարեկամներ, ես հարաբերություններից ելնելով ոչ մի խոսք չեմ ասում։ Ասում բա սխալվեց Միքայել arczepiskopos-ը։ Սխալվեց։ Ազգանունը սովորել են արդեն, Աջապողլյան չէ, սովորել են, որ ոչ թե Աջապողլյան է, այլ Աջապահյան է։ Ասում է սխալվեց, պաշտպանեց հեղափոխությունը, նա էլ ասում է, հա, հիմա այդ սխալի համար հոչը պիտի դատեն, իսկ դու չես սխալվել, հարգելի Ռուբեն Վարդապետ, դու 18 թվականի այդ շարժումը սխալ ձևով չես ընկալել, դու մինչև մի քանի տարի առաջ գրառումներ էր անում կամ հայտարարություններ էր անում, որը թույլ է տալիս ինձ ասել, որ դու Արամ Սարգսյանի ֆան ակումբի անդամ ես։ Դու չես սխալվել։
Բա եթե դու սխալվել ես, դու ես այդպես ընդունել, ինչու ես ասում Միքայել Աջապահյանը սխալվել է դրա համար ոչ են դատելու։ Ասա ես էլ եմ սխալվել։ Միքայել Աջապահյանը իր այդ մեկ խոսքի համար արդեն ներողություն է խնդրել։ Իսկ դու խնդրել ես։ Դու խնդրել ես։ Եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում 18 թվականին տեղի ունեցած կեղծ հեղափոխության վերաբերյալ որևէ հայտարարություն տարածել է, թե ինչպես պատանիներին խաբեցին, փողոց փակել տվեցին, հետո տարան սպանել տալու Աղդամներում ու Ջաբրայելներում, դրա վերաբերյալ ինչ-որ հայտարարություն տարածել է, թե չի կարելի։ Լռությամբ պետք է մատնել այս ամենը։ Եվ հետաքրքիր կլիներ նաև հարցնել լրագրողին։ Այդ ձեր փառաբանած Արմեն Աշոտյանը չէր որ ասում էր Նիկոլեիր անունը ոսկե տառերով։ Այդ ձեր փառաբանած ՀՀԿ փոխնախագահները չէին որ Արարատ Միրզոյանի կաբինետից դուրս չէին գալի ժամանակին, հա? Իրանք չէին։ Երբ որ մարդկանց զանգվածային, մարդկանց իրավունքների զանգվածային խախտում էր տեղի ունենում, այդ ձեր փառաբանած Արման Թաթոյանը չէր մարդու իրավունքների պաշտպանը։ Մի բառ է ասել Միքայել arczepiskopos-ը, դարձրել եք եսիմ ինչ։ Ձեր իմացած Միքայել Աջապողլյանը մի բառ է ասել, դարձրեցիք եսիմ ինչ։ Արման Թաթոյանը չէր որ մարդկանց իրավունքների զանգվածաբար մարդկանց իրավունքները խախտում էր տեղի ունենում։ Թե չէ։ Թաթոյանը չէր այդ ժամանակ։ Այդ ձեր փառաբանած Աբրահամ Գասպարյանը մինչև որ ամիսը որ թիվն է բան արել, փառաբանել, խիստ դրական արտահայտվել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ու սա այս անհատական մասնավոր դեպքերը, հարգելի բարեկամներ, խոսում է մեր հասարակության, մեր ամորալ իրավիճակի մասին, ամորալ իրավիճակի մասին, և Նիկոլ Փաշինյանով պատժվում ենք բոլորս, Նիկոլ Փաշինյանով պատժվում է այդ թվում եկեղեցին, սա Աստծո պատիժն է, մեր պետության, մեր ժողովրդի և մեր եկեղեցուն, մարդկանց մի դրեք էշի տեղ, հարգելի բարեկամներ, մարդկանց մի դրեք ոչխարի տեղ, ժողովրդին ոչխարի տեղ մի դրեք, եկեղեցին է եղել, որ եկեղեցին մարդկանց ուղղորդել է դեպի պատերազմ 44 օրյա, բանից պարզվեց պլանավորած, կազմակերպած, ամենը ուղղակի պետք է մասովկա ապահովել։ Քանի հոգի է, որ եկեղեցու կոչով գնացել է ու մասնակցել է այդ մասովկային, ձեռ, ոտ և կյանք է կորցրել, դուք պատասխանատվություն չեք զգում ստեղ։ Դուք պատասխանատվություն չեք զգում, դուք անսխալական եք։ Դուք անսխալական եք ուզում եք ասել, եւ որևէ մեկը եթե խոսի հանկարծ մի թեմայի վերաբերյալ, իրավունք չունի։ Ինչ ասեմ, հարգելի բարեկամներ, ինչ ասեմ։ Եթե ժողովուրդը ոչխար է, դուք էլ ոչխարապետ եք։ Համարյա ոչնչով չտարբերվող։ Ինչքան ժողովրդին բարձրացնեք, այդքան բարձրանում եք դուք։ Ինչքան ժողովուրդը բարձր է, այդքան բարձր եք դուք։ Թե հոգևոր իշխանավորները, թե աշխարհիկ իշխանավորները։ Այս մարդիկ էլ կան, չէ, ասում է չի կարող, ասում է, դու իրավունք չունես որևէ մեկի մասին ինչ-որ քննադատական։ Աստված է, Աստծո օրհնությամբ է։ Ցանկացած եկեղեցականի նշանակում տեղի ունենում։ Բա Մաղաքյա arczepiskopos Օրմանյանը իր գրքում ինչ է գրում կաթողիկոսների մասին, որոնք ովքեր զավթել են գահ։ Ինչ է գրում։ Չէ, այն ինչ տեղի է ունենում, Աստծո կամոք է տեղի ունենում։ Բան չասեցի։
բայց ամեն հարաբերության մեջ երևի պետք չէ խառնել Աստծուն, չէ՞։ Ամեն ամորալության մեջ մի բերեք Աստծուն մտցրեք, ամեն ամորալության մեջ մի բերեք Քրիստոսին մտցրեք։ Քրիստոսը եթե այսօր գար Հայաստան, Քրիստոսին որոշ հոգևորականներ եւ որոշ աշխարհիկ իշխանավորներ կտանեին կոշ կամ կոշը հիմա ասում են փակել են, կտանեին արմավիր քրեակատարողական հիմնարկ, անպայման։ Չէ, սա պատիժ է, Նիկոլի միջոցով Աստված մեզ պատժում է, եւ մենք արժանի ենք այդ պատժին։ Նիկոլի միջոցով Աստված մեզ պատժում է։ Ադրբեջանի միջոցով մի անգամ պատժեց, բայց խելք չհավաքեցինք։ Հիմա Նիկոլի միջոցով է շարունակում պատժել, բայց էլի խելքի չեն գալիս։ Ամորալության մաքսիմումներ ենք խփում, որտեղ նայում ես, որտեղ ուզում ես նայի, միտեղ չկա, որ հույսը դնես այդ տեղի վրա եւ ինչ-որ բան փորձես կառուցել։ Միտեղ չկա։ Սրիկաները պայքարում են սրիկաների դեմ, թալանչիները թալանչիների դեմ, դավաճանները դավաճանների դեմ։ Գեգամ Նազարյանը մեսենջերով ինձ վիրավորանքներ էր գրում։ Գեգամ Նազարյանը իմ աչքի լույսը չի, բացարձակապես։ Որին իդեպ ես չեմ պատասխանել, թուրիմացություն տեղի ունեցավ, դրա պատճառով Գեգամ Նազարյանը մեսենջերով ինձ վիրավորանք էր գրում։ Գեգամ Նազարյանը ինձ ժամանակին մեղադրում էր, որովհետև իմ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է դեռ իշխանության մեջ։ Այսինքն Գեգամ Նազարյանը իմ աչքի լույսը չի, բայց ինքը կորցրել է զինվոր, ինքը որդի է կորցրել ու այն ինչ ասեց այսօր Գեգամ Նազարյանը ազգային ժողովի ամբիոնից, ինչ ասեց, ասաց եթե բան անենք բարերը պերիֆրազիրովեց անենք, ասաց հեղափոխություն տեղի չի ունեցել, մեծ ավանտյուրա է տեղի ունեցել, բերվել է իշխանության Նիկոլ Փաշինյանը եւ տեղի է ունեցել այս ամենը։ Ինչն է այդտեղ սուտ, ինչն է սխալ, հարգելի բարեկամներ, հա? Այդ որ հելել եք, հայոյում եք, ինչ ասես չեք ասում։ Ինչն է սխալ ասում, ինչն է սուտ ասում, որ Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչները տարբեր ձևակերպումներով ասում էին պետք է այդ տարածքներից դուրս գաք։ Դա այդպես չի եղել, դրա մասին բազմաթիվ հաղորդումներ ունեմ։ Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, որ տարածաշրջանային երկու հզոր պետություններն էլ էին դա ասում, Իրանը եւ Թուրքիան, դա նորություն է, հարգելի բարեկամներ, որ մենք էլ դրան զուգահեռ դրած վայրենի բիլետներ ենք ծախում ոսկեղենիկ հայերենով ասած, դա նորություն է, ու թալանում պետությունը, դա նորություն է։ Մի կողմից աշխարհը մեզ ասում էր պիտի հանձնեք այդ հողերը, մյուս կողմից մենք վայրենի բիլետ ենք ծախում եւ թալանում ենք պետությունը, թալանում ենք Արցախը, Արցախի ընդերքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ կա այստեղ մի զարմանալի բան, որ դուրս են եկել, ես չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում։ Այս իրականությունը մենք ինչքան ժամանակ պիտի չտեսնելու տանք, ինչ պիտի լինի։ Երբեմն ինձ թվում է, լսեք, եթե այսպես շարունակվելու է, այս ամորալության միջից եթե մենք չենք կարողանալու դուրս գանք, ես երկրաշարժ տեսած մարդ եմ։ Ես գիտեմ դա ինչ արհավիրք է, բայց ես չեմ պատկերացնում, եթե այս ամորալության միջից իմիջիալոց նաև բան կա, այսպես ասած պրեցեդենտ կա, քաղաքական լուրջ փոփոխություններից հետո առաջ բաներ են տեղի ունենում, երկրաշարժ են տեղի ունենում։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք անում։ Դուք հասկանում եք այս տաղծությունը, որ մցրել եք այս հողի վրա, մցրել եք այս կորպորատիվ էտիկետը, որ ամեն մեկը պահում է։
Մեկը եկեղեցական էտիկետ է պահում, մեկը առևտրային էտիկետ է պահում, այս տաղծությունը, որ դուք մտցրել եք, պահում եք, դուք հասկանում եք, սա ինչի կարող է բերել հանգեցնել, դուք հասկանում եք, ով պիտի խոսի այս ամենի մասին, ձեզ թվում է դուք կարող եք այսպես մարդկանց ապուշի տեղ դնել, հա? Մարդկանց ոչխարի տեղ դնել, նվաստացնել, արհամարել ու դրանով ասում, ու դրանով ձեր արևին դուք ասում եք ինչ որ, հա? Խեղճի Տերը Աստված է, խեղճի Տերը Աստված է։ Եթե խեղճին խաբում ես, դու ասում ես խաբում։ Եթե խեղճին նվաստացնում ես, դու ասում ես նվաստացնում։ Ինչ եք խաբում խեղճերին։ Խեղճ մարդկանց ինչու եք խաբում։ Հարգելի եկեղեցականներ, խեղճ մարդկանց ինչու եք խաբում։ Հարգելի հոգևոր իշխանություններ, խեղճ մարդկանց ինչու եք օգտագործում։ Խեղճի Տերը Աստված է։ Խեղճի Տերը Հիսուս Քրիստոսն է։ Երանի այն օրը, երբ հայը կազատի հայ ժողովրդին ձեզ պեսներից։ Եթե հայը կարողացավ, թող հայը անի։ Իսկ եթե ոչ, թող օտարը անի։ Մեկ է լինելու է։ Աստծու կամքով լինելու է։ Այս հողը ազատվելու է ձեզ նման պիղծ, սրիկա, կիսաճշմարտությունների մասին խոսացող մարդկանցից։ Ազատվելու է այս հողը։ Ձեզ պեսներից է ազատվել։ Ձեզ էլ կազատվի։ Այս անգամ էլ կազատվի։ Առաջ Աստված։